Բացառիկ առաքինի կեցվածքի տեր։ Շատերին կարծես թե թվում էր, որ դա թուլության նշան է եւ կոշտության պակաս։ Սակայն այն մարդիկ, ովքեր որ ավելի երկար էին շփվել Միխալովի հետ, շատ լավ գիտակցում էին, որ իր սերունդներով դաստիարակությունը ստացած թույլ չէր տալի նրան լինել ավելի կոշտ եւ կտրուկ։ Նա անդավաճան տեսակ էր անշուշտ։ Մտովի իր հետ եմ տարբեր իրավիճակներում, երբ գնահատականի կարիք ունեմ, երբ խորհրդի կարիք ունեմ, երբ փորձի փոխանակման խնդիր կա, երբ լուր համաձայնության, հայացքով համաձայնության խնդիր կա, այն սկզբունքները, որը դավանում էր ինքը, կարծում եմ, որ անսասան էին։ Իհարկե մեծ ցավ է կրել իր անձնական կյանքում, բայց որևէ մեկը երբեք չի նկատել իր դառնությունը, առավելևս չարությունը։ Ինքը միշտ եղել է բացառիկ պարկեշտ առաքինի գիտնականի եւ ուսուցչի կերպարի մեջ։ Միխալովը բժշկական համալսարանի հետ անբաժան է։ Դժվար է պատկերացնել սերունդներ, որոնք ավարտել են եւ չեն ճանաչում կամ չեն մտաբերում Աղաջանովին։ Չկան անփոխարինելի մարդիկ, կան անկրկնելի։ Եվ իր ժամանակների եւ իր տեսակի համար նա ձևավորել էր այդ բացառիկ պարկեշտ մարդու, առաքինի մարդու իմաստուն իր բնագավառում միջազգային հեղինակություն վայելող, բայց երբեք դա ի ցույց չդնող, այսինքն այդ ցուցադրական հատվածը բացակայում էր։ Իհարկե շատ մեծ բաց կա այսօր համալսարանում